Դուք ինչ եք հասկացել, Մոսկվան տվել է իր համաձայնությունը թրիփին։ Դե Մոսկվայի համաձայնությանը մեծ հաշվով որևէ մեկը չի նայում, բայց Մոսկվայի գնահատականները չեզոք են, այսինքն եթե կողմերը ուրեմն իրենք որոշել են ինչ որ լուծման, ապա Մոսկվան չի խանգարել դրան։ Ես դա ինչու եմ հարցնում, որովհետև նկատվում է արդեն Մոսկվա-Բաքու ջերմացում։ Պիտի ենթադրել, որ այդ ջերմացման ազդեցությունը այդ գործընթացի վրա կունենա իր որոշակի ազդեցություն։ Ես կարծում եմ, որ օգոստոսի 8-ը տեղ ունեցավ, քանի որ լարվածություն կար Մոսկվա-Բաքու հարաբերություններում։ Եթե եւ ընդ որում մի քանի անգամ արդեն նշել եմ այդ մասին, կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից միտումնավոր խորացած լարվածություններ հենց նման մանևրի դաշտ ստեղծելու եւ նոյեմբերի 9-ից դուրս գալու, որտեղ կարծում Ադրբեջանի համար ոչ պակաս կարևոր է նոյեմբերի 9-ի փաստաթղթից եւ կարգավորումներից դուրս գալը, քան Հայաստանի, ինչպես եւ Հայաստանի համար։ Եվ եթե նկատել եք, ես գոնե բովանդակային լուրջ տարբերություններ չեմ տեսնում այն ադրբեջանական մարտական ինքնաթիռի վթարն էր պատճառը, եթե քշեք 2024 թվականի դեկտեմբերին, որը դարձավ հիմնական առիթը երկու երկրների հարաբերությունների միջև այդ լարվածության առաջացման եւ վերջին բանակցությունների բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինի հնչեցրած խոսքը մեծ հաշվով որևէ բովանդակային մեծ փոփոխություն չուներ այն դիրքորոշման հետ, որը Մոսկվան հայտնել էր անմիջապես վթարից հետո։ Այնպես որ եթե Ալիևը համաձայնել է այդ դիրքորոշմանը, նշանակում է արդեն նրան դա անհրաժեշտ է, այսինքն այն ժամանակային միջակայքը, որ կար Ադրբեջանի մանևրի համար եւ որը բազմաթիվ հարցերի հետ կապված օգտագործվեց, դա այդ հարցերը լուծվել են արդեն։ Հիմա ով արեց հետ քայլը, եթե այդպես դա։ Չի ասի, որ որևէ մեկը հետ քայլ է կատարել, պարզապես ամեն մեկը իր խնդիրները լուծել է։ Իհարկե Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանը կարծում եմ հասկանում, որ Ադրբեջանը հատուկ ուրեմն լարվածություններ պահպանում էր լարվածությունը, որովհետև ես չգիտեմ, գուցե այսպես իհարկե չափածուցված է, իհարկե գուցե վիճելի է տեսակետս, բայց ես կարծում եմ, որ այնուամենայնիվ դեռևս 2023 թվականին Արցախի հետ կապված գործընթացներում Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև որոշակի պայմանավորություններ են եղել, որ Ադրբեջանը չի շեղվելու նոյեմբերի 9-ի փաստաթղթից, այսինքն եւ ռուս խաղապահների դուրսբերումը եւ Արցախում էթնիկ զտման այդ գործընթացի անխոչնդոտ իրականացումը, կարծում եմ դա Ռուսաստան-Ադրբեջան երկկողմ ինչ որ համաձայնությունների եւ ջենտլմենական նաեւ համաձայնությունների արդյունք էր, որոնք իհարկե Ադրբեջանը խախտեց եւ չեմ կարծում կրկին որ Ռուսաստանը սա հաշվի չի առնում։ Այսօր Բաքվում հանդիպում են Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով, ինչքան գիտեմ, առանցքում հյուսիս հարավն է, ով ինչ է փնտրում այստեղ։ Իրանական կողմից ճանապարհաշինության նախարարն է, այսինքն սա երրակողմ հանձնաժողով է, որը հենց զբաղվում է այս ճանապարհային եւ միջանցքային, այսինքն ենթակառուցվածքային խնդիրներով հարցնը թրիպն է դերակատարել, չէ՞։ Չէ, սա նախկինում այս ֆորմատը եւս եղել է։ Այսինքն նպատակը հյուսիս-հարավի մի ուղղության, արևմտյան ուղղության անգամ մի այսպես գծի Ադրբեջանի տարածքով ուրեմն ապրանքափոխադրումների հետ կապված խնդիրների լուծումն է, եղած խոչընդոտների վերացմանը միտված ջանքերը, բովանդակային կարևոր հարցերը, որոնք պայմանավորված են Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի երկաթգծերի միացման հարցով, որովհետեւ գիտենք, որ Իրանում կա մի հատված, որի ուրեմն շինարարությունը մի քանի տարի է արդեն պետք է նախագծում է իրականացնել, բայց չի իրականացվում Ռաշտաստարա հատվածի շինարարությունը, որը ըստ վերջին պայմանավորվածությունների ռուսական կողմը պետք է իրականացնել։ Այսինքն այս խնդիրներն են եւ կրկնում նման հանդիպումների երրակողմ դրանք
պարբերաբար բնույթ են կրում։ Այսինքն թրիփի եւ հյուսիս-հարավի միջեւ որևէ հակասություն չի կարող առաջանալ ինչ-որ բանի։ Իհարկե առաջանալու են հակասություններ, բայց այդ հակասությունները, որովհետեւ ինչ առումով են առաջանալու հակասությունները, դրանք գլոբալ առումով մրցակցային ծրագրեր են։ Այսինքն մեկը մեծ հաշվով եթե դիտարկում ենք նույն թրիփը, եթե դիտարկում ենք այն ավելի լայն համատեքստում, միջին-միջանցքի համատեքստում, դա Չինաստանի հեղինակած արևելքը արևմուտքին կապող միջանցքի տրամաբանության մեջ է, նայել ուրեմն Հնդկաստանի հեղինակած եւ իհարկե Իրանի ներգրավությամբ հյուսիս-հարավ, Իրանի եւ Ռուսաստանի ներգրավությամբ հյուսիս-հարավ նախագծի բաղադրիչ է եւ այստեղ բնականաբար որպես մրցակից երթուղիներ, միջանցքներ դրանց միջև առաջանալու են, բայց իրականացման մասով, ծրագրի իրականացման մասով Հայաստանի տարածքը եւս դիտարկվում է որպես հյուսիս-հարավ արևմտյան ուղղության առանձին երթուղի, բայց քանի որ մենք ենթակառուցվածքների լուրջ խնդիր ունենք, ճանապարհների խնդիր ունենք, այս պահին այս ճանապարհը, մեր տարածքով ճանապարհը կենսունակ չէ։ Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆայևը ասում է, աճում է 3 գումարած 3 մեխանիզմի արդիականությունը։ Կա այս մեխանիզմը։ Եթե կա, ապա, եթե չկա, ապա պետք է հասկանալ ինչու են ուզում արթնացնել։ Դե տեսեք, Ադրբեջանը ընդհանրապես այս ձևաչափի մասին ավելի շատ խոսում է, քան բովանդական ինչ-որ քայլեր են արվում։ Եթե անգամ այդ քայլերն նաև արվեն, ապա չեմ կարծում, որ ինքը դառնալու է կենսունակ մեխանիզմ։ Այդ մեխանիզմը օրակարգում պահպանելը ընդհանրապես այսպես տարբեր ձևաչափերում Ռուսաստանի, Իրանի հետ երկխոսելու, ուրեմն այսպես թեմատիկ ինչ-որ ուղղություն է, որը այսպես դիտարկում է, քննարկվում է, թվարկվում է որպես ձևաչափ, որտեղ կողմերը հավաքվելու են, խոսելու են։ Հիմա եթե նայում ենք վերջին տարիների զարգացումներին 3 գումարած 3 հետ, առնվազն մինչև տարեվերջ պետք է ինչ-որ հանդիպում լինի արգոս նախարարների մակարդակով եւ այդ հանդիպումը կամ պետք է լինի Ադրբեջանում կամ Հայաստանում ըստ նախնական պայմանավորության, բայց կարծես թե չկա նման առայժմ չկա պայմանավորություն, բայց իհարկե չի բացառում, որ պետք է լինի։ Ում է դա այս բանը ավելի ձեռնտու, կարծում եմ Իրանին եւ Ռուսաստանը իրենք պետք է ավելի շահագրգռված լինեն, որպեսզի ներգրաված մնան հարավ-կովկասյան տարածաշրջանի խնդիրը, որտեղ Թուրքիան այսպես թե այնպես ավելի ակտիվ ներգրավվածություն ունի, բայց երևի թե նրանց հարցնել այս բան կամ նրանց խնդիրներն այնքան բազմազան են, որ այս ձևաչափի ուղղությամբ մեծ այսպես ջանքեր չեն փորձում կիրառել։ Չգիտեմ, Արմեն, ասրեցիր այդ դրվագին հետևել, կանգնած են Ալիևը եւ Փաշինյանը, մոտենում է Պակիստանի վարչապետ։ Այդ դրվագը դիտել եմ։ Դե տեսեք, նախ Պակիստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջև մշտապես բավականաչափ բարձր մակարդակի հարաբերություններ են եղել, բայց այդ երևի թե անկաշկանդ մոտեցումը երևի թե արդեն որ պայմանավորված է նաև վերջին զարգացումներով Չինաստանում, Հայաստանի եւ Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հանգամանքով, երբ որ Պակիստանի վարչապետն ավելի արդեն անկաշկանդ է գործում եւ նաեւ շփվում է նաեւ Հայաստանի Հանրապետության ղեկավարի հետ։